Վերջին իրադարձությունը այս տարվա, որ համապետական եւ համազգային նշանակության էր, ըստիս դա Լեռնային Ղարաբաղի անկախության 25-ամյակն էր, որը ցավոք կարծում եմ Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում հավուր պատշաճի չընկալվեց, չլուսաբանվեց եւ չտոնվեց, թեպետ պետք է հստակ հասկանանք, որ մեր երկու անկախությունները, հատկապես Լեռնային Ղարաբաղի անկախությունը մի քիչ ավելի մեծ է իր տարիքով, քան Հայաստանի անկախությունը մի քանի օր, բայց այնուհանդերձ երկրորդ հայկական պետության գոյությունը հայ ժողովրդի առաքելության շարունակությունն է եւ ռազմաքաղաքական իմաստով Հայաստանին ուժ, թեև թիկունք եւ ապագա խոստացող քաղաքական երևույթ։ Հետևաբար կարծում եմ, որ Հայաստանի քաղաքական կյանքում նույնպես Լեռնային Ղարաբաղի գոյությունը եւ անկախությունը պետք է ընդգծվի որպես կարեւորագույն գործոն։ Իհարկե կուսակցությունը ուներ նաև իր համար կարևոր հանգրվաններ, կարևոր իրադարձություններ եւ ուղղություններ, որոնց մասին նույնպես կցանկանամ մի քանի բառով խոսել։ Ժամանակագրական ընթացքը այստեղ կխախտեմ, պարզապես կթվարկեմ, թե որոնք ենք մենք համարում հանրապետական կուսակցության գործունեության համար կուսակցական տեսակետից կարևոր իրադարձություններ։ Իհարկե նախ եւ առաջ ուզում եմ շեշտել հերթական համագումարը, որը թեպետ կուսակցական միջոցառում էր, բայց ունի եւ ունեցավ համապետական եւ համաքաղաքական նշանակություն, բացելով նոր օրակարգ, տալով քաղաքական դաշտին զարգացման, քննարկման, քննադատության նոր հնարավորություններ, ստեղծելով քաղաքական նոր էներգետիկ աղբյուր, որով նաեւ պայմանավորվեցին եւ դեռ կպայմանավորվեն նաեւ քաղաքական զարգացումներ այլ քաղաքական ճամբարներում։ Մենք շատ ենք կարևորում այս տարվա համար նաև թիմ ընտրությունները, թիմ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը եւ արդյունքները այս սրահում մենք մի քանի անգամ ձեզ հետ միասին լուսաբանել ենք, ուզում եմ շեշտել, որ մեզ համար 2016 թվականի կուսակցական ձեռքբերումների շարքում նաև թիմ ընտրությունների որակն էին մեր մասնակցությունը եւ մեր արդյունքները։ Հաջորդ կարևոր կուսակցական ձեռքբերումը դա կուսակցական կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման գործընթացներ։ Մենք բացառիկ քաղաքական ուժ ենք, որ ունենք սկզբնական կառույցների մշակույթ եւ այս տարին փակում ենք 1958 սկզբնական կառույցներով, մոտ 30-ով ավել, քան նախ տարվա սկիզբն էր։ Կուսակցական կառույցների, կուսակցական համակարգի գոյությունն ու զարգացումը ցանկացած քաղաքական թիմի հաջողության կարևորագույն գրավականներից մեկն է։ Կարծում եմ նաև, որ սա հանրապետականի մրցակցային տեսանելի առավելությունն է ի համեմատ այլ քաղաքական ուժերի, որ մենք ունենք հստակ կառուցվածքային համակարգ, մենք ունենք հստակ աշխատող կուսակցական ինստիտուտներ, մենք ունենք կուսակցական գործունեության մշակույթ, ծրագիր եւ այս տեսակետից կուսակցությունը ուժեղ քաղաքական դերակատար է ոչ միայն եւ ոչ այնքան այն պատճառով, որ իշխանություն է, այլ այն պատճառով, որ քաղաքական գործունեության մեջ խորքային է, քաղաքական գործունեության մեջ իր գործունեությունը կազմակերպում է ելնելով իրական քաղաքական գործիքակազմի առկայությունից եւ լավագույն միջազգային փորձից։ Մենք ունենք քաղաքական թիմ եւ այդ թիմը միայն այն մարդիկ չեն, որոնք երևում են հեռուստացույցով, որոնք ներկայացնում են հանրապետականը, որոնցով հանրապետականը հայտնի է հանրապետությունով մեկ։ Քաղաքական թիմը շատ ավելի խորն է, քաղաքական թիմը մեր այն մարդիկ են, որոնք մեր բոլոր բնակավայրերում եւ համայնքներում ապահովում են կուսակցական կառույցների գործունեությունը, հետադարձ կապ պահելով մեր քաղաքացիների հետ։ Թույլ տվեք ասել, որ իմ վերլուծությամբ մենք բացառիկ քաղաքական թիմ ենք, որի սկզբնական կառույցների թիվը 1958-ը գրեթե մոտ է Հայաստանում ընտրատեղամասերի թվին։ Սա նշանակում է նաև, որ էլեկտորալ գործունեության տեսակետից, քաղաքականության կազմակերպման տեսակետից մենք մոտեցել ենք գրեթե յուրաքանչյուր որոշում կայացնող յուրաքանչյուր մարմնին, յուրաքանչյուր միավորին եւ կանք ամենուրեք որպես կուսակցություն եւ ոչ միայն հեռուստատեսության մեջ կամ Facebook-ում։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ոչ միայն ընդունում է մարդկանց, այլ նաեւ հեռացնում է մարդկանց։ Մենք հեռացնում ենք բազմաթիվ կուսակցականների, մենք միշտ մաքրում ենք մեր կուսակցական շարքերը, ցավոք սորտե լինում են նաեւ բնական կորուստներ, եւ այլն, եւ լինում են մարդիկ, որոնք դուրս են գալիս կուսակցությունից եւ այս
գործընթացը քարացած չէ, ուստի կուսակցությունը բաց քաղաքական մարմին է, դինամիկ մարմին է, ոչ միայն ինստիտուցիոնալ տեսակետից, այլ նաև իր մարդկային ռեսուրսով։ Իհարկե մեզ համար խոշոր ձեռքբերում է նաև այս տարվա ընթացքում քաղաքական դպրոցի Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցի եւ գործունեությունը, դպրոցի հիմնադրումը եւ գործունեությունը, քաղաքական մշակույթի ձևավորման տեսակետից առաջինն ենք նորից կրկնեմ բոլոր քաղաքական կուսակցությունների մեջ Հայաստանում, որ նման մշակույթ ենք փորձում ձևավորել եւ նման կուսակցական գործիք ու ինստիտուտ ենք փորձում ներդնել, պրոյեկտ, որը նաև մեծ հետաքրքրություն առաջացրեց մեր միջազգային արտասահմանյան գործընկերների մոտ, այս օրերս շաբաթներ առաջ վերադարձել ենք Գերմանիայից, մինչ այդ Ավստրիայում ենք համապատասխան կուսակցական գործունեության օրակարգով եւ դպրոցը ուրախ եմ փաստել, որ կայանում է դառնալով միջազգային համագործակցության նոր հարթակ։ Իհարկե վերջին մեր ձեռքբերումը ուզում եմ շեշտել, դա արտաքին աշխարհին է վերաբերում, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շարունակել է ընդլայնել իր արտաքին կապերը, իր կարողությունները կառուցել նաև լավագույն միջազգային փորձի հիման վրա, շարունակել է աշխատել ազգային ու պետական առաջնահերթությունների օրակարգով նաև երկրից դուրս եւ թող նորից ներվի ինձ այս անհամեստությունը թիվ 1 կուսակցությունն է Հայաստանում նաև իր արտաքին կապերի ծավալով եւ որակով եւ նաև թե որքանով են այդ կապերը ծառայել ազգային եւ պետական խնդիրների առաջխաղացմանը 152,000 անդամ ունենք տարեսկզբին այս ընթացքում շուրջ 12-13,000 նոր անդամներ ենք ունեցել անդամագրվող եւ ունեցել ենք նաև անդամներ, որոնք դուրս են եկել կուսակցությունից կամ ավելի հաճախ մենք ենք հեռացրել կուսակցությունից, որովհետեւ նրանք պատշաճ կերպով ակտիվ չէին կամ ներգրաված չէին քաղաքական գործընթացների մեջ, գոնե իրենց կառույցի մակարդակով։ Հետևաբար դիտարկեք այս ցուցանիշը եւ այս գործընթացը որպես դինամիկա, Կարեն Կարապետյանի ՀՀԿ մտնելու պատճառով կուսակցությունից դուրս եկած հանրապետականների մասին պատմությունը լռում է, որովհետև նման դեպքերի ականատես եւ արձանագրումը գոյություն չունի։ Ինչ վերաբերում է Պաշտպանության նախկին նախարարի այսօրվա հայտարարությանը, կարծում եմ մամուլը երկար եփեց այս գործընթացը, ուստի այստեղ անակնկալ դիտարկել պետք չէր եւ ուզում եմ ասել, որ ցանկացած պարագայում ունենալով հարգանք նախկին գեներալի անցած քաղաքական, մարտական, ռազմական եւ մարդկային ճանապարհին հանդեպ եւ ունենալով նաեւ մարդկային հարաբերությունների ինձ համար ջերմ ու գնահատելի պաշար, այնուհանդերձ պետք է կրկնել այստեղ մի հայտնի լատինական ասացվածք, որը ասում է, որ Պլատոնը իմ ընկերն է, բայց ճշմարտությունը ավելի թանկ է։ Կարծում եմ քաղաքական գործընթացներում այդ ճշմարտությունը որոնելու process-ից Սահմանադրական պրոցեսի մեջ ներգրավելու սահմանադրական իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, այդ թվում նաև նախկին պաշտոնյաները, այն ձևաչափերը, որոնց մասին գրում է մամուլը, դեռևս հրապարակային ու արժանահավատ չեն, որպեսզի ես փորձեմ գնահատական տալ այս կամ այն հնարավոր հիպոթետիկ եռյակին, քառյակին կամ հնգյակին, այնուհանդերձ պետք է մի բան փաստեմ, լինելով քաղաքականության մեջ ոչ թե 1 օր այլ 15 տարի արդեն, հաստեմ, որ Հայաստանի քաղաքական կյանքում միշտ փորձում են դիրքավորվել նախկին պաշտոնյաներ, նախկին նախագահներ, իդեմս Լևոն Տեր-Պետրոսյանի, նախկին վարչապետեր, իդեմս Հրանտ Բագրատյանի, Արամ Սարգսյանի, նախկին բազմաթիվ նախարարներ, Արգոս նախարարներ, Վարդան Օսկանյան, Ռաֆի Հովհաննիսյանը, նախկին պաշտպանության նախարարներ Սերյան Օհանյան առաջինը չէ, որ քաղաքականություն է մտնում նախկին ՊՆ լինելով, Վաղարշակ Հարությունյանին հիշենք այստեղ, գոնե Վազգեն Մանուկյանին, որը եւ վարչապետ է եղել եւ պաշտպանության նախարար, քաղաքականությունը ձգում է նախկին իշխանավորներին, նախկին պաշտոնյաներին, կյանքը ցույց է տալիս, որ նրանք չեն կարող արձանագրել շատ մեծ արդյունքներ, բայց ինչ որ միտեղ քաղաքական արևի տակ կարողանում են զբաղեցնել, ունենալով որոշակի քաղաքական ծրագիր, ամբիցիաներ եւ այս տեսակետից գալիք խորհրդարանական ընտրություններին անդրադառնամ, ձեր հարցը դրա մասին ինձ մի պատկերազարդ, այսպես ասած, օրինակ հուշեց, գիտեք, փորձենք քաղաքականությանը նայել Չարլզ Դարվինի աչքերով, այսօրվա քաղաքականությանը, փաստենք, որ փոխվել է քաղաքական կլիման,
եւ տարբեր քաղաքական տեսակներ փորձում են իրենց գոյությունը նոր կլիմայի պայմաններում արդարացնել, ամրապնդել եւ երաշխավորել։ Այդ քաղաքական տեսակները տարբեր են, դինոզավրերից մինչև սողուններ, թռչուններից մինչև կաթնասուններ, կան նաև բուսական աշխարհի ներկայացուցիչներ, որոնք նույնպես կլիմայի միջավայր են։ Դա կապ չունի այս օրինակը նախորդ հարցի հետ, խնդրում եմ չգրեք, որ ի պատասխան Սերյանի ամենի հայտարարությանը, չէ։ Այնտեղ դրեցինք վերջակետ, իսկ սա ընդհանրապես 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դիտարկեք որպես գնահատական։ Այս տեսակետից իհարկե կարևոր է, որ քաղաքական կյանք ապրի էվոլյուցիա, որ քաղաքական մոլորակի վրա մնան մրցունակ տեսակները, իդեպ մի տեսակ չի մնալու, ակնհայտ է, որ էվոլյուցիան այդում քաղաքական պահանջում է մի քանի տեսակների գոյություն, հետևաբար չի կարելի ասել, որ մեկը պետք է ոչնչացնի մնացածներին, սա վաղուց անցած մոտեցում պետք է դիտարկել քաղաքական մշակույթի մեջ, հատկապես խորհրդարանական կառավարման պարագայում քաղաքական համակեցության նորմերը, այսպես կոչված էկոլոգիական կամ քաղաքական բուրգերը պետք է աշխատեն։ Այստեղ ամենակարևորը վերջացնեմ այս պատկերազարդ օրինակը, որ ֆորս մաժորներ չլինեն, որ հրաբուխներ չժայթքեն, որ երկնաքարեր չընկնեն, որ մայրցամաքներ չանցնեն օվկիանոսի տակ, այսինքն քաղաքական էվոլյուցիայի վրա չազդեն ֆորս մաժորային բնակլիմայական ճակերտավոր պայմանները։ Այս պարագայում մենք ունենք բոլոր շանսերը Հայաստանում ձևավորել քաղաքական տեսակետից գրավիչ եւ մրցունակ քաղաքական միջավայր։ Թե որ քաղաքական ուժը, որ քաղաքական կերպարը այս միջավայրում ինչպիսի դիրք կգրավի, կլինի թե չի լինի, իհարկե շատ քիչ է որոշվում միայն մուտքի փաստով, վերադառնանք նախորդ հարցին, այստեղ վերադառնում եմ նախորդ հարցին, շատ քիչ է որոշվում մուտքի փաստով, որոշվում են նաև բազմաթիվ այլ նախադրյալներով, որոնց համադրումն է տալու քաղաքական արդյունք։ Ես անձամբ իմ անձնական կարծիքն է սա, թեպետ այստեղ ենք, խնդրում եմ չվերագրել ՀՀԿ-ին այս կարծիքը, ես անձամբ ողջունել եմ լիբերալ նոր եռյակի ստեղծումը, դաշինքը, որովհետև դրանից տարածիորեն մի քանի շաբաթ առաջ էլի այստեղ էինք եւ ես ասացի, որ լիբերալ դաշտը անտեր է մնացել։ Հիշում եք, շատերը նաեւ նման վերնագիր դրեցիք ձեր նյութերի վրա։ Լիբերալ ձայները անտեր են, ես ուրախ եմ, որ առաջացել է բնական, ըստիս բնական միավորման հնարավորություն ազատական գաղափարախոսության վրա։ Շրջանառվող այլ ձևաչափերը, մամուլում շրջանառվող այլ ձևաչափերը ինձ վրա բնական տպավորություն չեն թողնում։ Դժվար է պատկերացնել, թե ըստ ձեզ այս կամ այն հնարավոր կոնստրուկցիաները ստեղծող մարդիկ ինչ ընդհանրություն ունեն գաղափարական ծրագրային եւ այլն, բացի նրանից, որ A ուզում են հաղթեն հանրապետականին, B ուզում են լինել իշխանություն։ Հաղթել իշխող ուժին եւ լինել իշխանություն միշտ ուզել են տարբեր ընդդիմադիր ուժեր։ Կյանքը ցույց է տալիս, որ այս երկուսը քիչ է որպես մոտիվացիա։ Ուզել հաղթել եւ լինել իշխանություն ուզել են բոլորը 90-91 թվականից սկսած։ Այս մոտիվացիան քիչ է հաջողության հասնելու համար։ Ուրեմն, ընդդիմադիր քաղաքական գործունեության մեջ շատ կարևոր է, որ ամեն մի քաղաքական ուժ գտնի իր ֆիշկեն, գտնի իր նոր մոտիվացիան, գտնի իր նոր քաղաքական գրավչության նախապայմանը, որով կարող է հավակնել առաջին եւ երկրորդ նպատակների իրագործմանը։ Ես կրահում եմ, երբ որ այսօր առավոտյան տեսա պարոն Օհանյանի հայտարարությունը, որ մեր ասուլիսին դուք փորձելու եք այս թեման դարձնել գերակա, մի անգամ պատասխանեցի որպես ընթացիկ քաղաքական իրադարձություն, երկրորդ, երրորդ եւ չորրորդ անգամ այս խնդրին անդրադառնալու կարիք չեմ տեսնում, հատկապես որ մենք ամփոփում ենք տարին, իսկ տարին բազմաթիվ օրերից էր բաղկացած եւ երկրորդը մենք ամփոփում ենք քաղաքական կառույցներ իրենց գործունեությամբ, իսկ նախկին պաշտպանության նախարարի հայտարարությունը դեռևս քաղաքական կառույցի հայտարարություն չէ, անհատի հայտարարությունը, այսքանը։ Եթե խնայենք եթերաժամանակը եւ ասեմ, որ նման ես չէի պատրաստում պատասխանել։ Ասացի, որ մի անգամ ընթացիկ անդրադարձ արեցի, հաշվի առնելով նաեւ ձեր հետաքրքրությունը։ Ակնհայտ էր, որ ՀԱԿ-ը որպես քաղաքական միավոր վերջին ժամանակահատվածում էներգիա է կորցրել։ Եվ քաղաքական էներգիայի բացառիկ աղբյուրը ՀԱԿ-ի համար մնում է
երկրի առաջին նախագահը, որպես քաղաքական կերպար, քաղաքական ժառանգություն, քաղաքական մտավորական եւ այլն։ Եվ ակնհայտ է, որ տեխնոլոգիայի իմաստով ՀԱԿ-ի նկատմամբ հանրային ուշադրություն օրակարգ ձևավորելու տեսակետից Լևոն Տեր-Պետրոսյանի ցանկացած ելույթ, այսինքն ելույթի փաստը այլընտրանք չուներ։ Եվ այս տեսակետից կարծում եմ տեխնոլոգիական տեսակետից ՀԱԿ-ը ճիշտ ժամանակին դրեց իր համագումարը։ Եվ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը նաև ձեր արձագանքներով, նաև հանրային քննարկումներով ապացուցեց, որ քաղաքական մարքեթինգի տեսակետից ճիշտ բանին ընտրված ճիշտ տեխնոլոգիա էր։ Իրենց տեխնոլոգիաներ, մենք չենք ուզում այդ տեխնոլոգիայի մաս լինել, հետևաբար բնական ընկալեք, որ հանրապետականները չեն լծվում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկված քաղաքական օրակարգի քննարկմանը, այն է, կներեք ռուսական բառի համար, ռասկրուտկային։ Շատ բնական համարեք դա, որովհետև երբ որ դու սկսում ես քննարկել ուրիշի կողմից ստեղծված քաղաքական օրակարգ, դու անկախ նրանից քննադատում ես թե ընդունում ես, նպաստում ես դրա տիրաժավորման ու տարածմանը։ Տարական տեխնոլոգիա է։ Մենք չենք ուզում այդ գործընթացում լինել ակամայից դաշնակից, որտեղ ինքներս սեփական քաղաքական օրակարգ ունենք։ Երկրորդը, Սերժ Սարգսյանը երբեք եւ ոչ մի հարցում միայնակ չի եղել, չի մնա ու չի մնալու։ Այս տեսակետից կարծում եմ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը պետք է փորձել ընկալել որպես պետության ապագայի մասին իր ուրույն տեսակետներ ունեցող քաղաքական առաջնորդի։ Հիմա վերադառնանք այն թեմային, որը դարձավ հիմնական քննարկման առարկա։ Իմ անձնական տեսակետն եմ նորից ձեզ հայտնում։ Ես երկու խնդիր եմ տեսնում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի մեջ։ Կարևոր երկու խնդիր։ Առաջինը, արդյոք պատեհ պահն է ապրիլյան պատերազմից հետո, երբ որ ընթացող դիվանագիտական գործընթացը բացառապես բանակցություն է բանակցությունները սկսելու մասին, խոսել այն հնարավոր կարմիր գծերի մասին, որ Հայաստանը ըստ Լևոն Տեր-Պետրոսյանի կարող է իրեն թույլ տալ։ Արդյոք պահն է, այսպես ասած, հարսանիքից առաջ որոշել թոռանանունը։ Ժամանակային առումով։ Երկրորդը, արդյոք ճիշտ է աշխարհաքաղաքական տեսակետից, երբ որ քո բութ ռադիկալ համարվող, ոչ թե քո ռադիկալ, քո բութ ռադիկալ համարվող ընդդիմությունը գեոպոլիտիկ տեսակետից փորձում է ավելի ճկուն ու այսպես ճակերտավոր ասեմ, բարիշող հանդես գալ, քան իշխանությունը։ Արդյոք պահներ եւ արդյոք աշխարհաքաղաքական տեսակետից երկրի քաղաքական վերնախավը ընդդիմություն թե իշխանություն այսպես պետք է դիրքավորվի, որպեսզի Հայաստանը ամենաուժեղ ձևով խոսի աշխարհի հետ Ղարաբաղի մասին։ Այս երկու հարցերն եմ տալիս։ Ըստ իս եւ առաջի պատասխանն է ոչ, եւ երկրորդ հարցից պատասխանն է ոչ։ Եթե կլինեն այլ պատասխաններ այլ հիմնավորումներով, կլսեմ։ Երկու բան եմ սիրում լրագրողների հետ շփվելու մեջ։ Առաջինը, երբ որ լրագրողները տալիս են հարցեր, իբր համաձայն չլինելով ինձ հետ, այնուհանդերձ հոգու խորքում ամբողջությամբ կիսելով իմ տեսակետները, դա վերաբերում էր արհեստականության հարցին, դու կարող ես ինքդ անել տարական անալիզ վերջի 2 տարվա քաղաքական մեկնաբանությունների ու տեսնել, թե ինչպիսի իրարամերժ քաղաքական պլատֆորմների եւ աշխարհայացների մարդկանց մասին խոսեցիր, բայց թեպետ ես խոսում եմ ոչ հենց կոնկրետ այդ երյակի հնարավոր երյակի մասին։ Երկրորդը ինչու եմ ես սիրում լրագրողներին, իրենք տալիս են լրատվական դաշտում եփում են այսպես ասած տարբեր բաղադրիչներից մի նոր ճաշատեսակ։ Այս հարցը, որ դու ինձ տվեցիր, պատճառահետևանքային առումով Կազան նախագահի հետ հանդիպում իմ խառնեցիր ամբողջ իրար ստանալու համար տպավորություն, որ հիմնավորեցիր քո հարցադրումը։ Ճիշտ տեխնոլոգիա է, ես կսովորեմ դա գուցե ապագայում, եթե էլի առիթ ունենամ հեռուստատեսությամբ հաղորդում վարելու, բայց այս պայդերությամբ շեշտենք, որ մենք ունենք Շավարժ Քոչարյանի ԱԳՆ-ի այս պարագայում պաշտոնական արձագանքը, հատկապես փուլային թե փաթեթային տարբերակներով։ Ավել խոսել այս օրակարգի մասին չեմ ուզում, որտեղ ինչպես հարգարժան Լիլիթի հարցին պատասխանելուց ասացի, չեմ ուզում նպաստել այս պարագայում ոչ մեր քաղաքական օրակարգի առաջ խաղացմանը։ Շնորհակալություն։ Գանք այստեղ, հետո եթե ժամ խնդրեմ։
Քաղաքական կոալիցիայի գործունեության տարբեր հարթություններ կան, մենք կարող ենք տրոհել դա թիմ հարթության մեջ, կարող ենք տրոհել ազգային ժողովում համագործակցության, գործադիր իշխանության մեջ, կոռեկտ չեմ համարում անդրադառնալ այն դաշտերին, որտեղ կան համապատասխան լիազոր մարդիկ, նույն պարլամենտական կամ կառավարական հարթակներում համագործակցությունը ամփոփելու համար, թեպետ ակնհայտ է նույն թիմ մակարդակով, որ մենք փորձում ենք դաշնակցության հետ ոչ թե միասին գնալով, այլ որոշ տեղերում, որտեղ մեր կամ իրենց տեխնացուները ունեն մրցակցային առավելություններ, տանել բանակցություններ իրար սատարելու կամ չխանգարելու մասին։ Գործունեության տեսակետից կարծում եմ նոր կառավարության ծրագիրը ամբողջությամբ համահունչ է դեռևս փետրվարին ստորագրված կոալիցիոն հուշագրին։ Սա է պատճառը, որ նոր կառավարության մեջ դաշնակցական դերակատարությունը պահպանվեց եւ սահուն ձևով ինտեգրվեց նոր կառավարության տեսլականի մեջ։ Որևէ այստեղ խնդիր ես չեմ տեսնում։ Խնդրեմ։ Թե չէ մնացած բոլորը, հա, տենց։ Երբ որ ինձ հարցնում են դրսում ոնց եք դուք Հայաստանում ապրում, ոնց են հայերը, ոնց է կյանքը եւ այլն, պատասխանս որպես կանոն կեսկատակ է, բայց շատ լուրջ։ Այնպես ինչպես վերջին 4.500 տարիներին փորձում ենք ապահովել մեր գոյությունը մեր հայրենիքի վրա։ Այս տեսակետից պատմական առումով ոչինչ չի փոխվել։ Փոխվել են հասարակարգեր, փոխվել են հարևանություններ, մեր պետությունները հարևան տարբեր ձևի են կոչվում, Հայաստան այլ տարածք ունի եւ այլն, բայց քաղաքական այսպես կոչված պարադիգման չի փոխվել։ Տարածաշրջանը շատ բարդ է եւ երբեք ավելի պարզ չի լինելու։ Տարածաշրջանը երբեք չի լինելու ամբողջությամբ կանխատեսելի եւ միասնական։ Մենք դատապարտված ենք ապրել մի տարածաշրջանում, որի աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական նշանակությունը շատ ավելի մեծ է գերտերությունների համար, քան այն արժեքը, որ ներկայացնում են այստեղ բնակվող մարդիկ։ Այսպես է եղել միշտ։ Այս տեսակետից քաղաքական միջազգային անցուդարձին պետք է փորձել նայել սառնասրտորեն։ Էմոցիաները երբեք չեն օգնել արտաքին քաղաքականության մեջ։ Ինձ երեք ճիշտն ասած զարմացնում էր հայկական Facebook-յան հատվածի ռեակցիան առաջին ժամերին այդպիսի հուզականությամբ, թե ահա տեսնես ինչ կլինի եւ այլն, հետևելով ռուս-թուրքական նոր կոնֆլիկտի կամ այս վերջին ողբերգական միջադեպին, հայկական սեգմենտը հանրային գոնե չասեմ քաղաքական առաջին ժամերին adekvat չէր։ Մի բան պարզ է, իմ մակարդակով գոնե որքան ուսումնասիրել եմ պատմությունը ու դրա հետ շահ կապված քաղաքականությունը։ Ոչ ռուս-թուրքական բախումներից, ոչ ռուս-թուրքական ալյանսներից Հայաստանը երբեք չի շահել։ Որովհետև տարածաշրջանային լարվածությունները մարտահրավեր են Հայաստանի համար, իսկ քաղաքական գործընթացները տարածաշրջանում անգլերեն ասած up and down են, վերև ներքև են։ Դու կարող ես ունենալ առաջին աշխարհամարտի ժամանակ գրեթե ազատագրված ամբողջությամբ արևմտյան Հայաստան, հա, ռուսական զորքով, քո կամավորներով, զորայիններով եւ այլն, հետո մի քանի ամիս հետո լինի մի այլ գեոպոլիտիկ ցնցում ու ամբողջ ռուսական զորքը դուրս գա, դու կորցնես քո ազատագրված հայրենիքը։ Այսինքն մեր զմոտ տարածաշրջանում երկարաժամկետ պլանավորումը պետք է բխի բացառապես մեկ առանցքից՝ Հայաստանն ու հայի գոյությունը այստեղ։ Ալյանսները, բախումները եւ այլն ընթացիկ են եւ ոչ մի բան կաղապարված չէ։ Եթե Օբաման կարողացավ գնալ Կուբա, եթե Իրանի շուրջ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերվեց քաղաքական կոնսենսուս, եթե քաղաքական գործընթացները գնացին նրան, որ ռուսական ուղղաթիռի խոցումից հետո, ինքնաթիռի խոցումից հետո նորից գնաց ռուս-թուրքական համագործակցության որոշակի ձևաչափ, ինձ համար երեք ակնհայտ էր, որ մենք շտապում ենք։ Մեր մեկնաբանները շտապում են եւ պետք է ընդհանրապես հասկանալ, որ մեկ ժամ հետո մենք տեսանք ռուսական կողմի լրահոսի փորձագետների արձագանքը։ Իրենց օրակարգն է, պարզապես հասկանանք, որ մեզ համար այդ բախումներն ու ալյանսները նույն ձևի վտանգավոր են։ Ինչ վերաբերում է Իրանի նախագահայցին, իրականում համարում եմ, որ
Հայաստանն ու Իրանը ստանում են այս այցով նաև հրաշալի պատմական հնարավորություն ամրապնդելու կապեր այնտեղ, որտեղ երկու երկրների երկու քաղաքակրթությունների շահերը համընկնում են։ Եվ սա ոչ միայն ընթացիկ էներգետիկ, կոմունիկացիոն, լոգիստիկ, մշակութային կամ սոցիալական նշանակության ծրագրերի մասին է խոսքը գնում։ Խոսքը գնում է իրականում ռազմաքաղաքական դիրքավորման մասին։ Եվ այս տեսակետից Հայաստանը կարևորագույն օղակ է գոնե հյուսիս-հարավ միջազգային առանցքի համար։ Արևելք-արևմուտք առանցքից մեզ դուրս են մղում Թուրքիան եւ Ադրբեջանը եւ ակնհայտ է, որ այս տեսակետից այլընտրանքային մեր դերակատարությունը պետք է ընդգծել հենց այս առանցքով։ Իրանի նախագահի այցը ես չեմ դիտարկում որպես կոնֆրոնտացիոն այց, ենթադրենք Նյատանյահուն գնաց Բաքու, Ռուհանին գալիս է Երևան։ Ոչ, կարծում եմ, որ այստեղ շատ ավելի լուրջ է ամեն ինչ եւ անգամ այցի նման բարձր մակարդակի այցի պլանավորման համար ամիսներ էին պետք, ուստի զուգադիպել է, բայց իհարկե իր մեջ որոշակի քաղաքական տրամաբանություն պետք է նաև ունենա արդյունքների մակարդակով։ Կարծում եմ վարչապետը եւ վարչապետի աշխատակազմը որևէ կերպ 100-ամյակը կամ 100 օրը կամփոփեն, համագումարից հետո առաջ են 100 օրը կամփոփեն եւ իրենց ասելիքը ձեզ կասեն, եթե դրանից հետո կմնան քաղաքական քննարկման հարցեր, ապա հաջորդ տարի մեծ սիրով կանդրադառնամ։ Ամենակարևորը, որ ինձ համար, Կարեն Կարապետյանի կառավարությունը ստեղծված լինելով որպես հույսի կառավարություն, կամաց տրանսֆորմացվում է հույսը արդարացնող կառավարությանը։ Ես այս process-ն եմ ուզում տեսնել, իհարկե 100 օրը դա փոքր ժամկետ է, բայց հույսի կառավարությունից դեպի հույսերը արդարացնող կառավարություն ճանապարհը վստահ եմ այս կառավարությունը Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ պետք է անցնի ու կանցնի։ Սիրելի լրագրողներ, ուզում եմ առիթից օգտվել շնորհակալություն հայտնել ողջ տարվա համատեղ աշխատանքի համար, շատերի դեռ կտեսնեմ այս տարվա ընթացքում, բայց սեր խաղաղություն ձեզ, ձեր ընտանիքներին, մեր երկրին ամենայն բարիք, շնորհավոր բոլոր գալիք տոները։